Ախր սա Քլչի հարցը չի, Թուրքիայի հարցը չի, սա մեր հարցն է։ Սա մեր ինքնաիդենտիֆիկացիայի հարցն է։ Սա մեր դիրքավորման հարցն է։ Հիմա այդ պատկերը, ուրեմն Facebook-ում ճիշտ էին նկատել որոշ օգտատերեր։ 2005-6 թվականներին 5-ին առնվազն չի եղել։ Ես էլ էի դա հրապարակել, ես ինքս դա չէի հիշում, ուշադրություն չէի դարձել, հա, այդ հին անձնագրերն էլ մոտս չէին, որ ստուգեի, այսինքն 2005 թվականին չէր եղել, այսինքն որ 15 տարի 91-ից մինչև 2006 թվականներ դա չկար։ Այսինքն ինչ-որ մեծ աղետ էր եղել։ Իսկ եթե Թուրքիան վերցնի ու օրինակ Արագածի պատկերը դնի իր կնիքների վրա, այնտեղ մարդիկ հակադարձել էին, թե բա Թուրքիան երբեք չի տիրապետել Արագած լեռանը եւ այլ, ես հիմա մի հատ ուզում եմ այլ հարց տամ, էլի, խնդրում եմ ես մասը անպայման, ասենք լավ Թուրքիան չէ, Իրանն էլ հո այստեղ տիրապետել է քանի դար։ Իրանը վերցնում է եւ Արագած լեռը դնում է իր այդ մուտքի ելքի կնիքների վրա, գնում ենք Մեղրիից սահմանը, հատում ենք, տեսնում ենք Արագած լեռն է։ Ինքներիք էլ ասում են մի նեղացեք, սա ուղղակի պատմական հիշողություն է։ Այսինքն ուզում ենք այդ կնիքը մնա, նայենք այդ կնիքին ու երազենք, թե գնանք եւ շենացնենք այն, ինչը մենք ունենք եւ ինչը կարող ենք շենացնել։ Ընտրության հարց է, գիտեք, ինձ մոտ հաճախ տպավորություն է, որ այդ պատմական հայրենիքի երազանքը ուղղակի երազելու եւ գործից խուսափելու արդարացումներ են։